Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի փետրվարի 28-ի տվյալներով կազմել է 13 միլիարդ 27 միլիոն 848 հազար դոլար, հունվարի 31-ի համեմատ աճելով 140 միլիոն 853 հազար դոլարով։ Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էլ պետական պարտքը կազմել էր ավելի քան 12 միլիարդ դոլար։ 2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 միլիոն դոլարով։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով. անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում էլ 125 հազար մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ 7 տարի պահանջվեց, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Փաշինյանի խոսքով 2018-ին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 525 հազար, հիմա 650 հազար է։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր։ Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից։ Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40 հազար դրամ, ընտանիքի մյուս անդամների համար 10 հազար դրամ։ Կառավարությունը հաստատել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքի շրջանակներում ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը եւ պայմանները։ Ֆիլմարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետ վերադարձ օգտվելով սահմանված ապրանքների եւ ծառայությունների ցանկից, եւս 10% հավելյալ փոխհատուցում, եթե ֆիլմը հանրահռչակի Հայաստանը, խթանելով զբոսաշրջությունն ու բարձրացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի դրական կերպարը։ Այս նախաձեռնությունը մեծ խթան կլինի Հայաստանի կինոարդյունաբերության զարգացման համար։ Բաքուն եւ Թեհրանը համաձայնության են եկել Ադրբեջանը Նախիջևանին միացնող էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում։ Վստահություն է հայտնվել, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։ Չինաստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների համար նախապես հայտարարված 34%-ի փոխարեն կսահմանվեն 84% մաքսատուրքեր։ Հավելյալ մաքսատուրքերի վերաբերյալ որոշումը կիրառվելու է ապրիլի 10-ից։ Արտահանման վերահսկման ցուցակում ընդգրկվել է ամերիկյան 12 կազմակերպություն, իսկ եւս 6 կազմակերպություն հայտնվել է անվստահելի կազմակերպությունների ցանկում։ Եվրամիությունը կշարունակի նոր մաքսատուրքեր մշակել Միացյալ Նահանգների դեմ, սակայն սառեցնում է դրանք 90 օրով բանակցություններին շանս տալու համար։ Թեև եթե բանակցությունները ձախողվեն, մաքսատուրքերը կսահմանվեն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով Եվրահանձնաժողովը ի գիտություն է ընդունել Թրամփի հայտարարությունը։ 2025 թվականի մարտի դրությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 76.8 միլիոն դոլարով եւ կազմել 4.3 միլիարդ դոլար։ Ոսկու մասնաբաժինը ընդհանուր արժութային պահուստներում կազմել է 16.6%։ Միայն ոսկու գնի աճի շնորհիվ մարտի տվյալներով պահուստների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 64.4 միլիոն դոլարով։ Փոքր եւ միջին ձեռնարկատերերը կրկին բողոքում են, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները։ Ըստ այդմ ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը 1.5%-ից իջնում է։ Փոփոխություններով հստակ պահանջ է դրվել նաեւ գույքագրել ապրանքը։ Տնտեսվարողներն ասում են, ապրանքը գույքագրել հնարավոր չէ, այն հստակ արժեք չունի։ Ունենք շատ երկար տարիների կուտակված ապրանքներ, որը որ մենք չգիտենք ինչ գնով, ոնց պետք է գույքագրվի, ոնց պետք է լինի։ Ընդհանրապես կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկ չի գույքագրվել եւ պատրաստ չի եւ չի կարող, ոչ թե պատրաստ չի, այլ չեն կարող գույքագրել։ Փետրվարի վերջին կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Հայտարարվեց, որ այս տարվա առաջին կեսին 5%-ից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին։ Տնտեսվարողները սակայն օրենքի ամբողջական փոփոխություն են պահանջում ու նշում, այս կերպ բիզնեսներին տանում են խոշորացման։ Մանր ու միջինը ընդհանրապես չի կարող աշխատել, որովհետև ինքը պահանջելու է հաշվապահական, թանկ հաշվապահական ծառայություն։ Բնականաբար դա ծախս է մանր փոքր բիզնեսի համար
ինքը այդ հաշիվներ, այդ գումարները, որ մի 100,000, 150,000 վճարի, իր եկամուտը դա է, որ ինքը ապրում է դրանով։ Դրան անհրաժեշտ է հավելյալ աշխատողներ։ Հուլիսի 1-ից հաշվապահական ու իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները եւս կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ։ Որոշմանը դեմ ձեռներեցները այստեղ եւս ռիսկեր են նկատում։ Մի ձեռքով մենք տեսնում ենք, որ փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, եւ մյուս ձեռքով հաշվապահական ծառայությունների արժեքն է արդեն ավտոմատ կերպով բարձրանում։ Այսինքն այստեղ իրար չի համընկնում դա։ Եթե հիմա ընկերությունները 10% հարկ են մուծում, ապա հուլիսի 1-ից հետո հարկային բեռը դառնալու է առնվազն 30%։ Հաշվապահական ընկերության ներկայացուցիչն ասում է, դժվար թե հնարավոր լինի 30% հարկը կոմպենսացնել։ Շեշտում է, ավելացված արժեքի հարկի մասով էլ ընկերությունները որևէ ձեռքբերում չեն ունենում։ Հաշվապահական ընկերությունների մեծ մասը չունեն 30% շահութաբերություն, որպեսզի կարողանան 30% ավել հարկեր վճարեն։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսում գների թանկացում նույնպես 30%-ով իրականացնելը անհնար կլինի։ Օրենքից բողոքողները միաժամանակ ընդգծում են, դեմ չեն հարկերի բարձրացմանը, բայց երկկողմանի ձեռնտու պայմաններով։ Հայաստանում թե պետական թե մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն, այդպիսով կբարելավվի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը պետական եկամուտների կոմիտեն է։